Կյանքը միշտ արդար չէ։ Այս նախադասությունը շատերը լսել են, բայց շատ քչերն են իսկապես ընդունել այն, որովհետև մենք մեծանում ենք մի հավատով, որ եթե լավը լինես, լավը քեզ կվերադառնա, եթե աշխատես, կհասնես, եթե սրտանց սիրես, քեզ էլ կսիրեն նույն ձևով։ Եվ երկար ժամանակ թվում է դա ճիշտ է։ Թվում է աշխարհը ինչ-որ տեսանելի, պարզ օրենքներով է աշխատում, ինչ-որ գեղեցիկ հավասարակշռություն կա, որտեղ ամեն բան վերջում իր տեղն է ընկնում։ Բայց հետո գալիս է մի օր, երբ դու կանգնում ես իրականության առաջ։ Գուցե դա լինում է այն օրը, երբ տեսնում ես, թե ինչպես է մեկը, ով երբեք չի գնահատել ոչինչ, ստանում է այն ամենը, ինչի համար դու տարիներով պայքարել ես։ Կամ այն օրը, երբ ամբողջ սրտով նվիրվում ես ինչ-որ մեկին, իսկ նա հանգիստ շրջվում է ու գնում, առանց հետ նայելու։ Կամ այն պահը, երբ անում ես ամեն ինչ ճիշտ, բայց արդյունքը սխալ է լինում։ Եվ այդ ժամանակ ներսումդ ինչ-որ բան կոտրվում է։ Ոչ թե աղմուկով, այլ լուռ։ Դու սկսում ես հարց տալ. ինչու՞։ Ինչու լավ մարդիկ են հենց երբեմն տուժում։ Ինչու ազնվությունը միշտ չի գնահատվում։ Ինչու կյանքը երբեմն ընտրում է ամենաանսպասելի ճանապարհները։ Եվ ամենացավալին այն է, որ այդ հարցին միշտ պատասխան չկա։ Կյանքը չի բացատրում իրեն, չի արդարանում, չի ասում սպասիր, հետո կհասկանաս։ Պարզապես լինում է այնպես, ինչպես լինում է։ Սկզբում դա վախեցնում է։ Արդարության զգացումը ծանր է։ Այն կարող է կոտրել ներսդ, քեզ լցնել զայրույթով, հիասթափությամբ, նույնիսկ դատարկությամբ։ Բայց եթե մի քիչ երկար նայես այս ճշմարտությանը, կտեսնես մի բան, որ սկզբում չես նկատում։ Ազատություն։ Երբ դու դադարում ես հավատալ, որ կյանքը պարտավոր է արդար լինել քեզ հետ, դու դադարում ես սպասել, դադարում ես կախված լինել արդյունքից, դադարում ես ապրել եթեներով։ Դու այլևս չես ասում, եթե ես լավը լինեմ, կյանքը ինձ կպարգևատրի։ Դու պարզապես լավն ես, որովհետև դա քո ընտրությունն է։ Դու աշխատում ես, որովհետև դա քո ճանապարհն է։ Դու սիրում ես, որովհետև կարող ես սիրել։ Եվ հենց այստեղ է տեղի ունենում ամենահետաքրքիր փոփոխությունը։ Դու այլևս չես անում բաներ պատասխան ակնկալելով։ Դու սկսում ես ապրել առանց պայմանների։ Կյանքը գուցե չի դառնում ավելի արդար, բայց դու դառնում ես ավելի ուժեղ, ավելի հանգիստ, քանի որ հասկանում ես, քո արժեքը չի որոշվում այն բանից, թե ինչ ես ստանում։ Քո արժեքը այն է, թե ով ես դու։ Երբ ոչ ոք չի նայում, երբ ոչ ոք չի գնահատում, երբ ոչ ոք չի վերադարձնում այն, ինչ տվել ես։ Եվ գուցե ամենախորը ճշմարտությունը հենց սա է։ Կյանքը չի խոստացել արդար լինել, բայց այն քեզ տվել է հնարավորություն լինել իրական։ Եվ երբ դու ընտրում ես ապրել այդ իրականության մեջ, առանց պատրանքների, առանց սպասումների, առանց պետքեների ու առանց եթեների, դու սկսում ես զգալ մի խաղաղություն, որ ոչ մի արդար աշխարհ չէր կարող տալ քեզ։